Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելե անվան մարդու իրավունքների մրցանակի։ Այս նախաձեռնությամբ հանդես են եկել մի խումբ հայտնի իրավապաշտպաններ, շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, նախ ինչ է հայտնի այդ մրցանակի մասին։ Դա միջազգային հեղինակավոր մրցանակ է, որը 2013 թվականին հիմնադրել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ համատեղ Խարտիա 77 իրավապաշտպան բարեգործական հիմնադրամի հետ։ Փաստորեն այս մրցանակը փոխարինել է մինչ այդ եղած մեկ այլ մրցանակի, որը հենց այդպես էլ կոչվում էր ԵԽԽՎ մարդու իրավունքների մրցանակ, այն շարունակությունն է կարելի է ասել։ Շնորհվում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ունեցած հատուկ դերի համար։ Եվ Ռուբեն Վարդանյանին առաջադրած նախաձեռնող խումբը դիմելով ԵԽԽՎ-ին ընդգծում է, որ առաջադրելով նրան գնահատում է նրա ահռելի աշխատանքը մարդասիրության բնագավառում, որը նա կատարել է որպես Ավրորա մարդասիրական մրցանակի համահիմնադիր եւ հաշվին առնում նաեւ Արցախում հայրենակիցների իրավունքների պաշտպանությանն ուղղված նրա ջանքերը։ Եվ այդ փաստաթղթի ներքո ստորագրել են բազմաթիվ հեղինակավոր իրավապաշտպաններ, մասնավորապես Մարգարետ Բարանկիցը Բուրունդիից, Տոմ Կաթենան Միացյալ Նահանգներից, Ջուլիեն Լեսենգոն Կոնգոից, Միրզա Դանային Իրաքից։ Իսկ ինչ շանսեր ունի Ռուբեն Վարդանյանը այդ մրցանակը ստանալու։ Կարծում եմ հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի անցած ճանապարհը, նրա ներկայիս կարգավիճակը եւ որոշ աշխարհաքաղաքական հանգամանքներ, նա սկզբունքորեն համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սովորաբար գնահատում է մրցանակի այդ կոմիտեն։ Նշեմ, որ այդ մրցանակին երբևէ արժանացած 12 դափնեկիրներից 9 այդ պահի դրությամբ կալանավորված են եղել, հալածվելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նրանց ջանքերի համար։ Օրինակ 2022 թվականին հայկական ծագում ունեցող ռուսաստանցի իրավապաշտպան եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարամուրզան այդ ժամանակ բանտում էր, երբ նրան շնորհեցին այդ մրցանակը, կամ 2023 թվականին հայամետ հայտնի թուրք գործիչ իրավապաշտպան Օսման Կավալա նույնպես բանտում էր գտնվում։ Դրանից առաջ Բելարուս իրավապաշտպան Մարիա Կալեսնիկովան։ Այն, որ Ռուբեն Վարդանյանն էլ հիմա է բանտում, կարծում եմ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, սովորաբար շատ հաճախ շնորհվում է այդ մրցանակը մարդու իրավունքների համար պայքարող եւ դրա համար պատժված հալածվող մարդկանց։ Բայց բնական է, որ Ադրբեջանն էլ օգտագործելու է լոբինգի իր հնարավորությունները։ Նշեմ, որ ի տարբերություն Եվրախորհրդարանի, որը իսկապես հետևողական է Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը դատապարտելու հարցում, ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ունի բազմաթիվ դաշնակիցներ, մասնավորապես Արևելյան Եվրոպան ներկայացնող, որոնք հավանաբար կվերցնեն այս դեպքում էլ Ադրբեջանի շահերի սպասարկող այսպես բանի դերը, լոբիստների դերը։ Ադրբեջանը այսպես շինցու թեզ էր առաջ քաշել նախանցած տարի, երբ Ռուբեն Վարդանյանին առաջադրել էին Նոբելյան խաղաղության մրցանակի։ Մեղադրել էին թե իբր նա Կրեմլի հետ կապեր ունեցող օլիգարխ է եւ թե իբր ֆինանսավորել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, անգամ ֆիլմ են դրա մասին նկարահանել անհետ այդ թեզերով, բայց ցավոք ոմանց դա տպավորում է եւ հենց Արևելյան Եվրոպայի որոշ խորհրդարանականներ օգտվել են այս առասպելից, սպասարկելով Ադրբեջանի շահերը եւ այդ ժամանակ Նոբելյան կոմիտե էին դիմել բազմաթիվ падգամավորներ Արևելյան Եվրոպայի երկրների, կոչ անելով չշնորհել Ռուբեն Վարդանյանին Նոբելյան խաղաղության մրցանակ։ Դրանց թվում էին Ուկրաինայի Գերագույն Ռադայի 18 падգամավորներ, Լիտվայի Սեյմի 12 падգամավոր, Ռումինիայի խորհրդարանի падգամավորներ։ Կարծում եմ այս անգամ էլ Ադրբեջանը կփորձի անել նույնը, բայց ամեն դեպքում իմ տպավորությամբ
Ռուբեն Վարդանյանի շանսերը այս անգամ ավելի շատ են, քան նախանցած տարի Նոբելյան խաղաղության մրցանակի պարագայում։ Եվ ովքեր են ընտրելու եւ երբ հայտնի կդառնա Դափնեկրի անունը։ Ընտրող հանձնաժողովը բաղկացած է 7 հոգուց, նախագահում է այդ հանձնաժողովում ԵԽԽՎ գործող նախագահը, 3 հոգին ընտրվում են ԵԽԽՎ բյուրոյի կողմից, 3 հոգի էլ ընտրվում են Խարտիա 77 իրավապաշտպան բարեգործական ֆոնդի կողմից։ Օգոստոսի 25-ին այդ հանձնաժողովը կգումարի իր նիստը եւ կհրապարակի շորտ լիստը, որում կլինեն 3 առավելագույն միավոր հավաքածները, հա, այդ ամենահավանական թեկնածուները։ Ես կարծում եմ, հույս ունեմ, որ համենայն դեպս այդ եռյակում Ռուբեն Վարդանյանը կհայտնվի։ Դե իսկ արդեն սեպտեմբերի վերջ կամ հոկտեմբերի սկիզբ արդեն ԵԽԽՎ լիագումար նիստում կհրապարակվի Դափնեկրի անունը։ Նա կստանա մեդալ եւ որպես պարգև նաեւ 60,000 եվրո։ Շնորհակալություն Արտյոմ։